Ապրիլի 13-ին հայ առաքելական եկեղեցին կտոնախմբի Ծաղկազարդը Քրիստոսի Երուսաղեմ մուտք գործելու ավետարանական պատմության հիշատակությունը։ Այդ օրն առավոտյան բոլոր եկեղեցիներում անդաստանի արարողություն կկատարվի։ Հոգևորականները կօրհնեն աշխարհի 4 կողմերը, նաև ուռենու ճյուղերն ու ոստերը։ Խորանի վարագույրները կբացվեն եւ հաղորդություն կտրվի։ Հայրապետական տնօրինությամբ ձևավորված ավանդույթի համաձայն պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ կկատարվի։ Ծաղկազարդի կիրակիով կավարտվի 40-րդ պահքի շրջանը եւ կսկսվի ավագ շաբաթը՝ Տիրոջ չարչարանքների, խաչելության, թաղման եւ հրաշափառ հարության հիշատակությունը։ Ծաղկազարդին ապրիլի 13-ին առավոտյան ժամը 10-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կկատարվի անդաստան եւ ուռենու ոստերի օրհնության կարգ։ Ժամը 11-ին կմատուցվի պատարագ, իսկ պատարագի ավարտին կկատարվի մանուկների օրհնության կարգ։ Նույն օրը երեկոյան 17:30-ին հավատացյալները կարող են մասնակցել Տրմբացեքի արարողությանը։